Սարգիս, ինչ դաս է մեզ մոտ։ Մեզ մոտ մայրենի դասը և մեր կարգախոսն է։ Սիրենք, սովորենք, պահպանենք և անավարտ պահենք մեր սիրասուն մայրենին։ Այսօրվա մեր դասի թեման է հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր խաղաղության պահապանը։ Դասի նպատակներն են ծանոթանալ հայոց բանակի նշանակությանը, զարգացնել հայրենասիրական զգացմունքներ, խթանել համագործակցությունը և բանավոր խոսքը։ Իսկ այժմ Հնչում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը, երազի իմ երկիր հայրը։ Այսօր մեր դասարանը հատուկ է ձևավորված, որովհետև մեր խաղաղ առավոտները, ժպիտները և դպրոցական անհոգ օրերը հնարավոր է միայն մի մեծ ուժի շնորհիվ։ Այդ հզոր ուժը հայոց բանակն է։ Ունենալով հայրենիք, ազատ ապրելու և ստեղծագործելու հնարավորություն, մենք պարտական ենք մարդկանց, ովքեր ոչինչ չեն խնայում դրա համար։ Այսօրվա մեր դասը նվիրված է հայոց բանակի օրվան, որպես շնորհակալության խոսք մեր խիզախ զինվորներին և որպես սեր ու հարգանք մեր հայրենիքի հանդեպ։ Երեխաներ, ինչպես միշտ, նոր թեման մենք սկսում ենք հայտորոշիչ թեստով։ Այսօր եկեք հայտորոշիչ թեստը անցկացնենք բանավոր տարբերակով, որը հնարավորություն կտա բացահայտելու ձեր նախնական գիտելիքները նոր ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ։ Դե, պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Երեխաներ, ինչ տոն ենք նշում հունվարի 28-ին։ Նշում ենք հայոց բանակի օրը։ Հայոց բանակը հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 28-ին։ Այդ օրը հայ ժողովուրդը ունեցավ իր հզոր բանակը։ Երևի մենք այսօր զրուցելու ենք բանակի խաղաղ
խաղաղության և հայրենիքի մասին։ Այո, Աննա աղջիկս։ Մեր զինվորները գիշեր ու զոր կանգնած են սահմանին, որպեսզի մենք կարողանանք խաղաղ սովորել, ժպտալ ու խաղալ։ Ամեն ժամանակաշրջան իր հերոսներն է ծնում, որ ամուր ու կանգուն մնա մեր հայրենիքը։ Ապրեք, իսկ ինչ է բանակը։ Բանակը հայրենիքի պաշտպանող ուժն է։ Այն կազմված է զինվորներից և հրամանատարներից։ Բանակը պաշտպանում է մեր խաղաղությունը, տունը, դպրոցը, ընտանիքը։ Բանակը ապահովում է, որ մենք ապրենք խաղաղ կյանքով, սովորենք, խաղանք և մեծանանք առանց վախի։ Այոց բանակը ուժ է տալիս մեր երկրին։ Փոքր քայլերով մենք էլ կարող ենք օգտակար լինել մեր երկրին։ Երեխաներ ձեր կարծիքով ով է զինվորը։ Զինվորը բանակի անդամ է, որը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է պաշտպանել այն, թեկուզ իր կյանքի գնով։ Զինվորը մեր ուժն է, զինվորը մեր պատն է, նա պաշտպանում է մեր խաղաղ կյանքը։ Զինվորը քաջ է, զինվորը պատասխանատու է, զինվորը հայրենասեր է։ Խոնարհվում ենք քո առջև, հայ զինվոր, դու խիզախ ես, հպարտ ու գիտուն, դու մեր այսօրվա սահմանն ես, վաղվա երկրի տերը։ Սահմանին կանգնած զինվորի ամեն մի օր ու ժամը տարի է տվում, իսկ մենք հանգիստ ու խաղաղ, քնում, արթնանում և ապրում ենք։ Իմ քար զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես, իմացիր, քո հայրենիքը սիրում է քեզ ու կանգնած է քո թիկունքին։ Դու դեռ պիտի հաղթես ու ետ բերես մեր հողերը, իմ Արցախը, մեր խաղաղ կյանքի համար ձեզ ենք պարտական, հայ զինվոր։ Թող մեր երկնքում միշտ լինի խաղաղություն։ Զինվոր, այս ինչ հրաշքվար ես դու, մահի բոլոր տարերը հայրենիք են պահելու։ Շատ ապրեք։ Երեխաներ, ինչ եք կարծում, ինչ պետք է լինի զինվորի պայուսակում։ Համարձակություն։ Ձեր հայրենիքի առներ։ Ընկերասիրություն։ Պատասխանատվություն։ Քաջություն։ Հզորություն։ Հոգատարություն։ Ուրախ հոգատար, ճանաչենք մեր բանակը։ Առաջին խաղի կանոններն են, ճիշտ է, սխալ է։ Հարցը դիմում եմ կարմիր խմբին։ Հայոց բանակի օրը նշվում է հունվարի 28-ին։ Ճիշտ է։ Կապույտ խումբ։ Բանակը պաշտպանում է միայն զինվորներին։ Սխալ է։ Նարնջագույն։ Զինվորը պաշտպանում է մեր հայրենիքը։ Ճիշտ է։ Դասարան։ Խաղաղությունն ամենամեծ արժեքներից մեկն է։ Ճիշտ է։ Երկրորդ փուլ։ Ավարտենք նախադասությունը։ Կարմիր խումբ։ Զինվորը պաշտպանում է մեր Հայրենիքը։ կապույտ խումբ։ Բանակը մեզ տալիս է Խաղաղություն։ նարնջագույն։ Մենք սիրում ենք մեր Հայրենիքը, մեր հայոց բանակը։ Եվ խաղի երրորդ փուլն է։ Գտիր ճիշտ բառը։ Կարմիր խումբ։ Զինվորը պետք է լինի ծույլ, խիզախ։ Խիզախ։ Կապույտ խումբ։ Բանակը պահպանում է խաղաղություն, աղմուկ։ Խաղաղություն։ Նարնջագույն։ Հայոց բանակը մեր վախն է, հպարտությունն է։ Հպարտությունն է։ Տեսեք, եզրափակիչ հարց։ Ինչու ենք մենք հպարտ մեր բանակով։ Մենք հպարտ ենք մեր բանակով, որովհետև այն պաշտպանում է մեր հայրենիքը։ Որովհետև զինվորն է պահապանը մեր խաղաղության։ Որովհետև մեր զինվորները խիզախ են նվիրված և հայրենասեր։ Որովհետև բանակը պահպանում է մեր ապահով ապագան։ Որովհետև մենք ապրում ենք խաղաղ երկնքի ներքո։ Մենք սիրում ենք մեր հայրենիքը և հպարտ ենք հայոց բանակով։ Շնորհակալություն, հայ զինվոր, հայ մարդ, հայ ոգի։ Իսկ այժմ եկեք բեմականացնենք մեր դասը։ Զինվոր դառնա, լավ ծառայեմ, հայրենիքը
տարի ես գրանեմ, Հայաստանին ուրախացնեմ, Արաքսկետը վերը դարձնեմ, մեր հողերը ամբողջացնեմ, շուտ կծանոց, զինվոր դարձնեմ, հիմա մեծացել եմ, մամջան, բալակ եմ հորում, ես զինվոր է դարձել, զինվոր, Գնա որդիս, պաշտպանիր քո հայրենիքի սահմանները, գնա, որ հայ փոքրիկը հագիստ քնի, գնա, որ հայ մայրը միայն ուրախությունից դաց լինի, գնա, որ հայոց առավոտները խաղաղ բացվեն, Աստված քեզ պահապան, իմ զինվոր։ Աստված քեզ պահապան, իմ զինվոր։ Ես Ռոբերտ Գասպարյանս ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում երդվում եմ ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա ճնայել կյանքս, ինչպես իմ պապիկը երդվում եմ։ Ես Սամվել Ներսիսյանս ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում երդվում եմ ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս երդվում եմ։ Դե, անպեկ դմբոտղա կյանքս կերար, ինչու է զորամասից տուն փախել, զինվոր, ինչու չես ուզում ծառայել հայրենիքին։ Ուզում եմ, պարոն գնդապետ։ Էլի ասած ուզում եմ, դա որ ուզում ես, ինչու է զորամասից տուն փախել։ Հարգարժան իմ շատ սիրելի պարոն գնդապետ, միթե տունը հայրենիք չէ։ Կորի արկիցս, քանի ավելի չեմ զայրացել։ Արի, նստիր։ Բախտդ բերել է, որ այստեղ քեզ բոլորը սիրում են, անգամ հարգարժան մեր շատ սիրելի պարոն գնդապետը քո հանդեպ անտարբեր չէ։ Լսեք տղերք, լսեք թե մամայիս ինչ եմ գրել, որ ուղարկեմ։ Բարև, մամ ջան, քեզ շատ եմ կարոտել։ Գիտեմ, հիմա մտածում ես, քո մինու ճար որդին սոված, սարավ ծառայում է։ Ասեմ, մեր զորամասում լավ են կերակրում։ Եթե Դավիթի հայրն է գալիս, միս ենք ուտում։ Իսկ եթե Մարկի հայրը, միրգ։ Իսկ եթե Սարգիսի հայրն է գալիս, գնդապետները մինչև գիշեր քեֆ են անում։ Վայ, Խաչատուր, դու չլինեիր այս 2 տարին 2 դար կթվար։ Իսկ ես ամեն ինչ կտամ, որ մորս տեսնեմ։ Շատ եմ կարոտել նրան։ Թեկուզ մի րոպե մորս տեսնեմ։ Համբուրեմ, գրկեմ ու կրկին սիրով սառայեմ։ Մայրիկ, անուն գրկում եմ քեզ, չմտածես, բան չմնաց, շուտով տանը կլինեմ, դու միայն դիմացիր։ Մամ, շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ մայրը։ Գիտես, այսօր երազում տանն է։ Երազում եմ դառնալ հայրենիքի զինվոր և հերոսության համար ստացած մեդալներով, զարդարել կուրծքս։ Տղեկ, ուզում եմ լինենք միասնական, լինենք հզոր, պայքարենք մեր հայրենի սուրբ հողի համար, որը երբեք չենք զիջելու։ Թող խաղաղություն տիրի աշխարհում, խոստանում եմ, մամ, ամեն բան լավ է լինելու, Ամեն բան լավ է լինելու։ Ամեն բան լավ է լինելու։ Միասին։ ամեն բան լավ է լինելու։ Զինվորիկն եմ ես փոքրիկ հայոց բանակին, հարազատորիկն եմ քարնանիկին, համած ես թաքիս ունեմ ես զինվորական, և ուսից զենք ուզակ այրերից կատան, համած ես թաքիս ունեմ ես զինվորական, և ուսից զենք ուզակ այրերից կատան, իշխարս դու երկիր մտնացավ այստեղ, Հայրը կստակ, հայրը հաստացավ, այստեղ, մեր սամանակը սկենք մենք ծաղ, այստեղ, որ խաղապի մեր ազգծաղ, այստեղ, մեր սամանակը սկենք մենք ծաղ, այստեղ, որ խաղապի մեր ազգծաղ, այստեղ, որ դառնան թեկուզ գիտնական, նավասի կամ օդաչու կամ զինվորական, պինգի բարձր միշտ պահեն
Ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։ Զինվորներ, ազատ։ Լացրել մեր թեման։ Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել եւ ասել. մեր բանակի յուրաքանչյուր զինվոր մեր հպարտությունն է, իսկ նրանց ուժը ձեր ապահով մանկությունը։ Ուզում եմ այս հայրենասիրական դասն ավարտել հետևյալ կարգախոսով. ուժեղ է բանակը, անվտանգ է հայրենիքը։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար եւ ունկնդրելու։ Ավարտին մենք ծաղիկներ կխոնարհենք եւ կհարգենք մեր դպրոցի հերոսացած աշակերտների հիշատակը նրանց նվիրված հուշաքարի մոտ։ 1 րոպե լռությամբ խոնարհում ենք մեր գլուխները 1 րոպե լռությամբ, հարգելով մեր դպրոցի աշակերտների հիշատակը, որոնք հերոսացել են քառօրյա պատերազմում։ Ուշադիր, հռեցինք ու խոնարհվեցինք։ Շնորհակալություն։